Եթերում InBusiness հաղորդումն է։ Այստեղ մենք զրուցում ենք հաջողակ մարդկանց հետ եւ պարզում նրանց հաջողության բանաձևը։ Այսօր մեր հյուրը Մարիամ Թորոսյանն է։ Իսկ ով է Մարիամը։ Ողջունում եմ, շնորհակալ եմ հրավերի համար։ Մարիամը SafeU հարթակի գործադիր տնօրեն եւ հիմնադիրն է։ SafeU արդեն անվանումից հասկանում ենք, որ փրկելու հետ կապ ունի։ Ինչի մասին է այս նախագիծը եւ ինչպես ծագեց միտքը ստեղծելու նման նախագիծ։ SafeU հարթակը, որը իր մեջ ներառում է եւ բջջային հավելված եւ արհեստական բանականության վրա հիմնված վեբ հարթակ, այո, միտված է առաջնահերթ կանանց անվտանգությանը, կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարին եւ ընդհանրապես բռնության կանխարգելումը որպես հիմնանպատակ։ Ինչպես է այն ստեղծվել է հետազոտության արդյունքում, որը ես իրականացնում էի Համաշխարհային բանկի հետ համատեղ, եւ հետազոտության իմաստն էր գտնել այնպիսի լուծումներ, նորարար լուծումներ, որոնք փոխում են կանանց նկատմամբ բռնության իրավիճակը։ Ես հղի էի, երբ որ սկսեցի ուսումնասիրություն, դա էլ ասեմ, եւ ընտանեկան հավաքի ժամանակ մի տարեցկին ինձ նայեց, ասաց՝ Մարիամ, շատ ես գեղեցկացել, նշանակում է, որ պետք է տղա ունենաս, սա քո առաջին բալիկն է, պետք է տղա լինի։ Այսինքն այդ խտրականությունը, որին մենք միշտ հանդիպում ենք, որ հայ ընտանիքներում ավանդաբար, երբ պետք է առաջնեկը լինի տղա, որը ինչ որ բոնուսներ է բերում կնոջը, չգիտեմ։ Այո, եւ ես այդ պահին ինքս ինձ հարց տվեցի, ասացի, ի՞նչն է խնդիրը, որ մի կինը մյուս կնոջը նման հարց է տալիս, եւ ես շատ մեծ այսպես սիրով եւ ժպիտով պատասխանեցի, որ ոչ, աղջիկ եմ ունենալու եւ շատ ուրախ եմ։ Բայց իր դեմքը ամբողջությամբ փոխվեց, մոտեցավ ինձ, ասաց ոչինչ մի մտածիր, երկրորդը տղա կլինի։ Եվ այս կարճ խոսակցության մեջ իրականում, այո, ճիշտ նշեցիք, այդ ամբողջ շերտերն են խտրականության, մեզանում տարբեր արժեքների եւ կնոջ աղջկա դերի մասին պատկերացումներն են։ Եվ այդ պահն էր թերևս, որ ես ինքս ինձ խոստացա, որ այդ հետազոտությունը, որի ընթացքում նաև շատ բան էի սովորել խնդրի մասին, բազմաթիվ վերապրածների էի հանդիպել թե Հայաստանում եւ թե նաև արտերկրում հնարավորություն ունեցել նրանց հետ զրուցելու, հասկացա, որ ես չեմ ուզում, որ իմ աղջիկը ծնվի մի աշխարհում, որտեղ միայն այն պատճառով, որ նա աղջիկ է, կարող է այս աշխարհը ավելի վտանգավոր լինել իր համար, եւ համաշխարհային ստատիստիկան այնպեսին է, որ յուրաքանչյուր երրորդ կին իր կյանքի ընթացքում ենթարկվում է որևէ տեսակի ֆիզիկական կամ սեռական բռնության, էլ չեմ խոսում հոգեկան բռնության եւ տնտեսական բռնության դեպքերի մասին կանանց նկատմամբ, եւ սա աշխարհի մակարդակով երևի աշխարհին հուզող, այսպես ամենամեծ գլոբալ խնդիրներից մեկն է։ Արդյոք կնոջ նկատմամբ այս վերաբերմունքը գալիս է հենց մանկությունից, որ անընդհատ եւ ընտանիքում ենք մենք հանդիպում, որ աղջիկը իրեն ոչ այնքան կարևոր է զգում, որքան տղան, անգամ եթե քույր եղբայր են լինում, չէ, հիմնականում տունը ժառանգում է որդին, իսկ կնոջ ուղեղի մեջ անընդհատ մտցնում են այն միտքը, որ ինքը պակաս կարևոր է, քան տղամարդը։ Արդյոք սա հանգեցնում է հասուն տարիքում, երբ որ ամուսնանում է, զսպել էմոցիաները, չխոսել բռնության մասին եւ դիմանալ ոչ հարգալից վերաբերմունքը տղամարդու կողմից։ Շատ հաճախ կան նաև ընտանիքներ, որոնք որ այդպես չեն մեծացնում, ես քույր եւ եղբայր ենք, ծնվել եմ բժիշկների ընտանիքում եւ մեր ընտանիքում այդպես հավասարություն կար ծնողների միջև, իրենց գործունեության միջև եւ չեմ ասի, որ այսպես տարբերություն էին դնում մեր միջև, բայց ընդհանուր շրջապատում բնականաբար դա այս մտածելակերպը իրենց զգացներ էր տալիս եւ այդ մթնոլորտը ամեն դեպքում բնականաբար ազդում է ենթագիտակցության վրա, հետո որ մեծանում ես նոր ես հասկանում թե դա ինչ ազդեցություններ ունի, օրինակ փոքր ժամանակ ես շատ սիրում էի ֆուտբոլ խաղալ եւ միայն տղաներն էին ֆուտբոլ խաղում եւ տղաների հետ էի խաղում, ինչ շատ հաճախ հարցնում եմ, դու տղա չես, ինչ ես տղաների հետ ֆուտբոլ խաղում, այսպես փոքր ժամանակվանից, այո, աղջկան ահագին հարցադրումներ են, թե սա քո համար չի, այստեղ են սահմանները գծված եւ իհարկե դա հետագա կյանքի ընթացքում շատ վատ հետևանքներ է բնականաբար ունենում կյանքի տարբեր ասպարեզներում եւ ամենավատը իհարկե դա ընտանեկան կյանքում, երբ որ sense շատ լուրջ խնդիր է առաջանում մեկի կողմից մյուսին այսպես դոմինանտ վերաբերմունքի եւ որը ցավալիորեն նաեւ հանգեցնում է շատ հաճախ բռնության դեպքերի, որտեղ որ այդ ընտանիքում էլ ծնված երեխաները, ովքեր այդ մթնոլորտում են ապրում, իհարկե իրենց վրա էլ վատ ազդեցություն է ունենում, հուստի սա այսպես շղթայական կրկնվող եւ բազմաթիվ խնդիրների համաբույրից բաղկացած մի մեծ
խնդիր է դառնում, որի վերջո վերջին զոհը, հա, եւ նա վերապրում այդ ամենը կինն է ստացվում։ Կային բազմաթիվ դժվարություններ, վստահ եմ, եւ հետազոտության ընթացքում եւ նախաձեռնությունը սկսելուց առաջ, այ որը կհամարեք ամենամեծ վայրեջքը, որը հետո տարավ որևէ տրանսֆորմացիայի եւ վերելքի։ Սեյֆյուն հիմնադրվեց 2020 թվականին որպես սոցիալական ձեռնարկություն COVID-ի ժամանակ, ստեղծեցինք պրոտոտիպը, կարողացանք նրան գործարկել Հայաստանում, հետո նաև արտահանեցինք Վրաստան շատ արագ։ 2020 թվականին բոլորս գիտենք ինչ կատարվեց մեր երկրի եւ հանրության հետ եւ թերևս դա մեր առաջին այսպես մարտահրավերն էր մեր թիմից շատերի եղբայրները նույն մեր թիմի ծրագրավորողներից այնպես ստացվեց որ ուզեցին որ գնան երկրի պաշտպանության գործին լծվեն եւ այդ ժամանակ դժվար էր որտեղ մենք ցերեկները զբաղվում էինք տարբեր կամավորական աշխատանքներով գիշերները այնպես էինք անում որ այն երկրների հետ աշխատեինք այդ ժամանակ որոնց ժամանակային գոտիները տարբերվում են եւ հնարավոր էր գիշերները իրենց հետ կապի դուրս գալ եւ աշխատել Վրաստանում ահագին զարգանում էր միևնույն ժամանակ Սեյֆյուն եւ արդեն այն ժամանակներն էր որ մենք բոլորս այսպես որպես հայ մարդիկ շատ առումով թևաթափ էինք եղել եւ դժվարանում էր էներգիա ներդնել թե ֆինանսներ ներդնել որպեսզի կարողանանք կայունություն ապահովենք մեր այդ ժամանակ ստարտափի եւ այդ ժամանակ Վրաստանից մի լուր ստացանք որ մի կնոջ եւ 3 տարեկան երեխայի կյանք է փրկել հավելվածը Եվ այդ պահին ես հիշում եմ, որ բոլորին այսպես արագ ուղարկեցի, որ վրացերենով էր ինքը գրել, հետո բնականաբար թարգմանված մեզ էին ուղարկել եւ դա այսպես վերածնունդ բերեց ինչ-որ չափով մեր ամբողջ թիմի համար, բայց ամբողջությամբ կարելի ասել այդ դեպքը, այդ կնոջ խոսքերը, թե ինչպես այն ոչ միայն փրկեց իրենց կյանքը, այլ նաեւ ապահովեց, որ այդ բռնարարը հայտնվի բանտում Սեյֆյուի միջոցով ստեղծված զայնագրության շնորհիվ։ Քանի երկրում է գործում հավելվածը։ Այս պայն 6 երկրներում է գործում, բայց մինչև հունվարի վերջ արդեն թիվը կազմի 8 երկրներ կլինեն։ Օրինակ ես կին եմ, որը ենթադրենք ուզում եմ հասկանամ եւ ես եւ մեր դիտորդները ինչպես է աշխատում հավելվածը։ Ես ունեմ ինչ-որ խնդիր, ենթադրենք բռնության եմ ենթարկվել, մտնում եմ հավելված, գրանցվում եմ, հաջորդ իմ քայլը որն է, ինչ-որ բան եմ սեղմում, սոս։ Շատ հեշտ է, գնում ենք Apple Store կամ Google Play ներբեռնում ենք հավելվածը, շատ հեշտ է գրանցվելը, գրանցման ժամանակ նաև ձեզանից խնդրում է կեղծանուն, որովհետև մնացած բոլոր հատվածներում հավելվածի միայն ձեր կեղծանունն է երևում, դա էլ տվյալների պաշտպանության համար եւ ինքնությունը ցույց տալու համար։ Հետո հավելվածը ինքը այսպես տանում է քայլ առ քայլ եւ նաեւ սովորացնում թե հավելվածի մեջ ինչ տարբեր գործիքներ գոյություն ունեն գործիքներից առաջինը, որ հավելվածը այսպես շատ ուշադրություն է դարձնում, դա հենց անվտանգության գործիքն է եւ առաջարկում է ընտրել մինչեւ 3 կոնտակտ, ձեր կոնտակտների ցանկից, դրանք ձեր ընտանիք եւ ընկերներն են, մինչեւ 3 կոնտակտ գոյություն ունեցող տարբեր հասարակական կազմակերպություններից, ովքեր որ ծառայություն մատուցող են տվյալ ոլորտում Այս պայն մենք Հայաստանում շուրջ 19 կազմակերպություններ ունենք մեր ցանցի մեջ, որոնցից հնարավոր է ընտրել կախված արդեն թե որ քաղաքում եք, որ մարզում եք, ըստ այդմ ընտրությունը Հիմնականը ոստիկանությունն է, չէ՞, Եվ երրորդ հատվածը դա ոստիկանությունն է, ոստիկանությունը առանձին իր հատվածն ունի եւ ինքը գտնվում է ապա ակտիվացված վիճակում եւ բնականաբար օգտատիրոջը այսպես ասած հրավիրում ենք, որպեսզի ակտիվացնի այդ կոճակը կամ թողնի ապա ակտիվացված։ Ակտիվացնելու ժամանակ բնականաբար այն ծանուցում է գալիս, որ ոստիկանությունը միանգամից կիմանա ձեր տեղակայումը, նաեւ ձայնագրություն է լինելու եւ այդ ձայնագրությունը եւս հասանելի կդառնա ոստիկանությանը եւ պատկերացնենք դա կարող է լինել դրսում, կարող է լինել տաքսիի մեջ, կարող է լինել տանը, եթե ենթարկվում եք որևիցե հարձակման կամ բռնության, ուղղակի պետք է այո բացել հավելվածը եւ սեղմել այդ սոս կոճակը, որը որ գտնվում է հավելվածի ամենակենտրոնում եւ այդ բոլոր արդեն իսկ նախապես ընտրված կոնտակտները իմանում են թե որտեղ եք դուք գտնվում, ստանում են ձեզանից կարճ հաղորդագրություն, որ դուք վտանգի մեջ եք եւ միևնույն ժամանակ սիստեման սկսում է ձայնագրել դեպքը եւ այդ ձայնագրությունը բոլոր այն դեպքերում որ ոստիկանությունը նշված չի, ձայնագրությունը գնում է եւ պահպանվում է հավելվածի մեջ, որը հետագայում կարող է օգտագործվել օգտատիրոջ կողմից, իսկ այն դեպքերում, երբ որ ոստիկանությունն էլ է ընտրված, ապա անմիջապես դա ուղարկվում է ոստիկանությանը, որպեսզի մինչև դեպքի վայր հասնելը արդեն նրանք պատկերացում ունենալ, թե ինչ է կատարվում, հա,
պոտենցիալ հանցանքի մասին հնարավոր շատ տեղեկություն ունենան։ Այսինքն նաև դատարանում ընդունվում է ձայնագրությունը, որովհետև շատ դեպքեր են լինում, երբ որ ասում են ձայնագրությունը ստացված է ոչ օրինական կարգով եւ ձևով, հետեւաբար չի հանդիսանում հիմք դատարանում։ Այս դեպքում մենք վստահ կարող ենք ասել, որ նաև դատարանն է ընդունել։ Այս առումով մենք բազմաթիվ մարդու իրավունքների եվրոպական դատարանի տարբեր որոշումներ գոյություն ունեն, քանի որ սա ձայնագրություն չի ձայնագրության համար, երբ որ ես օրինակ հիմա ձեզ ձայնագրեմ, բնականաբար պետք է թույլտվություն հարցնեմ։ Այն դեպքում, երբ որ մարդը ձայնագրում է իր կյանքի իրավունքը պաշտպանելու համար, սա բնականաբար արդեն ոչ թե ապացույցի մասին ենք խոսում, այլ մարդու կյանքի իրավունքի մասին ենք խոսում, եւ այս առումով իհարկե նման ապացույցները պետք է ընդունելի լինեն դատարանի կողմից։ Իսկ այն ինչ-որ վիճակագրություն, եթե խոսում ենք հենց կոնկրետ Հայաստանի Հանրապետության մասին, տարբեր վիճակագրություններ են վարվում, թե ոստիկանության կողմից, թե կանանց աջակցության կենտրոնի կողմից, թե Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից, մեր վիճակագրությունը նրանով է տարբերվում, որ մեր օգտատերերի մեծամասնությունը չի դիմում այդ կազմակերպություններին, չի դիմում ոստիկանություն, այսպեսի հետաքրքիր վիճակագրություն ասեմ, մեր դեպքերի շուրջ 95% դեպքերում, ահազանգված դեպքեր, դրանք չեն գնացել ոչ ոստիկանությանը, ոչ աջակցության կենտրոններին, հա։ Բազում դեպքեր ունենք, երբ որ մարդիկ կգան ինչ-որ տարբեր էքսպոների միջոցառումների ժամանակ մեզ կմոտենան, կասեն, գիտեք ինչ, այ մենք օգտագործեցինք, մայրս եկավ, հասավ, վերջապես տեսավ իր աչքերով եւ հավատաց, որ ես չէի ստում, որ իսկապես դա ինձ հետ կատարվում է, հետո մենք միասին լսեցինք ձայնագրությունը, այսինքն հասկանում ենք, որ մարդիկ մարդկանց օգնում են այս առումով, բայց այդ տվյալների տեղեկություն ունենալը շատ կարևոր է մեզ համար, որպեսզի մենք հասկանանք ինչ դեմոգրաֆիական, աշխարհագրական ծածկույթ ունի խնդիրը, եւ սա է թերևս, որ մեր վիճակագրության եւ այդ անալիտիկայի մասը թույլ է տալիս, որ մենք մտածենք եւ խոսենք արդեն իսկ կանխարգելման մասին։ իսկ ինչ կանխարգելման մեխանիզմներ կան։ Կանխարգելման մեխանիզմները բազում կարող են լինել, թե թիրախային տարբեր, այսպես իրազեկվածության բարձրացման աշխատանքներ տանելու, օրինակ եթե մենք տեսնում ենք, որ նորաստեղծ ընտանիքներում, որտեղ որ կա մեկ երեխա միայն, հա, եւ օրինակ այս մարզերում, այս ժամերին նմանատիպ դեպքերը ավելի շատ տարածվածություն ունեն, ապա բնականաբար թիրախային պետք է աշխատել տվյալ խմբերի հետ, դա միայն տեղեկատվության բարձրացման մասն եմ խոսում, բայց բնականաբար ոստիկանության կողմից այլ միջոցառումներ եւս կարող են նախատեսվել։ Նախաձեռնությունը սոցիալական մեծ նշանակություն ունի, բայց այն նաև բիզնես է ձեզ համար։ Այն ինչպես է կարողանում համատեղել բիզնեսը սոցիալական բաղադրիչի հետ։ Տեսեք, մեզ մոտ սոցիալականը ոչ թե բաղադրիչն է, այլ հենց հիմնանպատակը, այսինքն առանց այն առաքելության, որին որ մենք ձգտում ենք հասնել, չի կարող լինել ոչ բիզնես, ոչ այն հիբրիդային կառուցվածքը, որ մենք հիմա իրեն տվել ենք, ունենալով նաև հստակ չափման ձևեր, թե ինչպես ենք մենք հասնում այդ սոցիալական ազդեցությանը։ Չափանիշները, որոնք կնշեք, ինչպես եք հասկանում, թե որքանով եք հասել նպատակներին։ Մենք հստակ ունենք այսպես մետրիկաներ, հա, թե օրինակ, չգիտեմ, սկսած մեր կամպեյներով ինչքան մարդու ենք հասնում, քանի on-line անվճար կոնսուլտացիաներ են ստացված, լինեն դրանք հոգեբանի հետ կոնսուլտացիաներ, լինեն դրանք վիրաբաբանի, գինեկոլոգի, թե այլ մասնագետների, որ մենք փորձում ենք ավելի շատ տվյալներ ունենալով, նույն այդ հետազոտությունների միջոցով ավելի խորքային պատկերացում ունենալ, օրինակ on-line անվտանգության մասին, on-line բռնության մասին եւ հասկանալ, թե դրա հետ ինչքանով են առնչվում մեր օգտատերերը, դրա շուրջ լուծումներ ստեղծել, այսինքն կան հստակ չափումներ, որոնք որ ի վերջո բերում են դրան, որ մենք նոր լուծում պետք է կարողանանք ստեղծենք կամ բարելավենք մեր լուծումը այնպես, որ ի վերջո նաեւ վերջնական ազդեցությունը լինի էլի նորից պաշտպանությունը, անվտանգության բարձրացումը։ Նշեցիք հոգեբանների գործոնը, այսինքն հոգեբանը, եթե կինը նշում է, որ հոգեբանի կարիք ունի, դրա հետ կազմակերպվում է on-line շփում, թե հավելվածն է տալիս ինչ-որ տեղեկատվություն, որ դուք իմանում եք, որ այս օգտատիրոջը պետք է հոգեբանական օգնություն։ Մենք հավելվածի մեջ գրեթե մշտապես ժամանակ առ ժամանակ լինում են ընդհատումներ, բայց գրեթե մշտապես ունենք եւ հոգեբաններ եւ իրավաբաններ, ովքեր on-line անվճար խորհրդատվություն են տրամադրում։ Բացի դրանից նաև մենք իհարկե հասկանում ենք, որ on-line-ը շատ կարևոր է, բայց շատ հաճախ նաև կարիք է լինում
օֆլայն կազմակերպել, դա էլ արդեն մեր, այսպես ասած, հարակից գործունեություն է, թերևս դրա համար էլ հենց մենք ունենք հիմնադրամ։ Այսինքն նաև բարեգործական կոմպոնենտ կա տարբեր կազմակերպություններում։ Նամանավանդ Հայաստանում մեր բարեգործական կոմպոնենտը եւ հատվածը բավականին մեծ է, մենք նույնիսկ շատ հաճախ փոքր դրամաշնորհներ ենք տրամադրում կամ հեքաթոններ են կազմակերպում այս ոլորտում։ Այս պահին քանի հոգի է գրանցված հավելվածում կա ընդհանուր թիվ։ Այս պահին այսպես ակտիվ օգտատերերը շուրջ 55,000-ն են։ Աշխարհի որ կետերից են ավելի շատ Հայաստանը երևի առաջին Չէ, Հայաստանը առաջին չի, ավելի շատ Վրաստանից են օգտատերերը։ Առաջին տեղում Վրաստանն է, հետո ինչ որ կա առաջին 3 երկրների։ Հայաստանը այո, կասեմ, որ երկրորդ տեղում է, հետո Իրաք, Ռումինիա, Լեհաստան եւ նաեւ ԱՄՆ-ում հիմա մեկ նահանգում կա հավելվածը, այնտեղ կարելի ասել քիչ թե շատ հավասար բաշխվածություն ունենք։ Նշեցիք Իրաքը, որտեղ մենք գիտենք, որ կանանց իրավունքները ավելի սահմանափակ են, այսպես ասենք, քան օրինակ Հայաստանում, ենթադրենք։ Ինչպես է աշխատում սպეციფიკա ունեցող երկրներում։ Բնականաբար հավելվածի հետ կապված յուրաքանչյուր երկիր իր տեղայնացումն է պահանջում, դրա համար ենք երկիր առ երկիր բացում։ Շատ գովելի է, որ իրականում հետաքրքրությունը եկել է հենց Իրաքից, երբ որ մենք նոր պետք է սկսենք, իրենց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետ միասին Հայաստան եկավ մեծ բավական մեծ դելեգացիա իրանց ներքին գործերի նախարարության, իրավապահ մարմինների հետ միասին, նաև այլ կազմակերպություններ, որոնք ըստ էության պետության կողմից հիմնադրված կազմակերպություններ են։ Եվ պետք է ասեմ նաև, որ ավելի շատ ինքը օգտագործվում է եւ ներդրված է Քուրդիստան ռեգիոնում Իրաքի։ Իսկ ինչպես կարող են կազմակերպությունները կամ անձինք աջակցել նախաձեռնությանը։ Տարբեր ձևերով, առաջինը մեր մասին ուրիշներին պատմելով, մենք ունեցել ենք բազում դեպքեր, երբ մի կին կգա կասի, գիտեք, ես Սեյֆի մասին պատմեցի, իմ չգիտեմ, քրոջ ընկերուհուն, պարզվեց մի քանի օր հետո իրան դա պետք էր եկել եւ շատ կարեւոր էր։ Այսինքն առաջինը զուտ մեզ մասին պատմելով ձեր ընկերներին, քույրերին, գոլեգաներին եւ այլն։ Մյուս ձևերը կարող են լինել, եթե օրինակ համայնքային կազմակերպություններ են, իրենց մոտ միջոցառումներ կազմակերպելով, մենք կարող ենք մեր թիմակիցների դրա մաս կազմել, եթե ինչ-որ դոնոր կազմակերպությունը տարբեր ծրագրեր են իրականացնում, կարող են այս կոմպոնենտը նաեւ իրենց ծրագրերի մեջ ներառել եւ իհարկե կարող են, եթե մասնագիտական այնպիսի ունակություններ ունեն, որոնք կարող են ներդրվել այս հարցերի շուրջ, օրինակ եթե հոգեբան է եւ ուզում է կամավոր կերպով հոգեբանի ծառայություններ մատուցել կամ իրավաբան է կամ գինեկոլոգ եւ այլն, բոլոր այն դեպքերում, երբ որ կա նաեւ կամավորական, այսպես կամք, եւս մենք շատ սիրով համագործակցում ենք։ Միացեք նախաձեռնությանը։ Իսկ մենք ունենք մի քանի բլից հարց։ Արագ պետք է պատասխանես։ Փորձեմ։ 3 բառ, որոնք նկարագրում են քեզ։ Ազատություն, սեր, կամք։ Որն է ամենակարևոր արժեքը քեզ համար։ Սերը։ Ինչ է սերը։ Սերը այն հոգու այնպիսի հոգեվիճակ է, որտեղ դու գտնվում ես բացարձակ ազատության եւ նաեւ միության մեջ ամբողջ գոյության հետ։ Ոգեշնչող օրինակ քեզ համար, անձ կամ նախաձեռնություն կարող է լինել։ Մայրս։ Դիվ աղջիկս։ Եթե ինչ որ բան կարողանայիր փոխել աշխարհում, ինչը կլիներ։ Կբացառեի բռնությունը, մարդու նկատմամբ, մարդու բնության նկատմամբ։ Ինչն է քեզ ուժ տալիս ամենադժվար պահերին։ Այն ներքին հավատքը, որ ամեն դեպքում այլ աշխարհ հնարավոր է եւ ես կրում եմ այն ուժը ինքս իմ մեջ, որ կարող եմ դրա մի մասնի փոփոխության մի մասնիկ կլինեմ։ Ապագա։ Հրաշալի։ Կին։ Ուժեղ։ Զորություն։ Կանացի։ Անվտանգություն։ Բոլորի համար։ Սեր։ Միշտ։ Փոփոխություն։ Կամք։ Նպատակ։ Կամք։ Առաքելություն։ Սեր։ Երազանք։ Էլի կամք։ Թույլ կողմ։ Այդքան էլ թույլ չի, բայց խոցելիություն։ Ուժեղ կողմ։ Էլի խոցելիություն։ Ինչու։ Որովհետև այնտեղ, որտեղ դու խոցելի ես, հենց այդտեղ էլ նույն խիզախության աղբյուրն է գտնվում։ Այսինքն այնքան որքան որ դու կարող ես զգալ, նույնքան էլ կարող ես խիզախություն ցուցաբերել եւ փոփոխության զինվորը լինել, այսինքն դա էլի խոցելի լինելը եւս իրենց կամք է պահանջում։ Չեմ ասում խոցելի լինես, որ քեզ ոտնահարեն, բայց միևնույն ժամանակ լինես այնքան զգացական ես կյանքի հետ, որ կարողանաս նաեւ այդքան էլ ուժեղ ու խիզախ լինես։ Այսինքն հուզվելը կամ հույզերը թուլություն չեն։
կախված իհարկե ինչ կարք է ցուցադրության մասին չէ, այլ ներքին ավելի շատ ես կասեի դրա ներքին զգացականության մասին եւ ինքդ քո հետ այսպես եւ արդար եւ պարզ ինքդ քեզ տեսնելու, այսինքն եթե քեզ ինչ-որ բան հուզում է, թույլ տալ դա ապրել, դա զգալ, որովհետեւ հենց դրա ակունքներում էլ գտնվում են խիզախությունը, որը որ քեզ թույլ է տալիս այդ ամեն ինչը վերապրել, դրա միջից դուրս գալ եւ նաեւ այդ խիզախությունը ցուցաբերել, ինչ-որ բան փոփոխություն բերել ինքդ քո կյանք եւ այսինքն ես այդ խոցելիությունը ավելի շատ տեսնում եմ ինքդ քեզ հետ ներդաշնակ լինելու եւ նաեւ մարդ լինելու, որովհետեւ մարդը ինքնին խոցելի էակ է եւ այդ խոցելիությունը իր գեղեցկությունն ունի։ Ինչ խորհուրդ կտայիք այն անձանց, ովքեր նախաձեռնություն ունեն, միտք ունեն, բայց վախենում են սկսել բիզնեսը կամ նախագիծը։ Սկսեք փոքր առաջին քայլերից եւ առաջին հերթին հաղթարեք ձեր մեջ վախը։ Մարիամ ջան, շնորհակալ եմ մեր հաղորդմանը հյուր գալու համար, շատ հետաքրքիր զրույց էր եւ արժեքավոր նախագիծ, որը վստահ եմ կզարգանա տարիների ընթացքում։ Ես եմ շնորհակալ Աննա ջան։ Ձեզ էլ լավ օր եմ մաղթում, կհանդիպենք։